Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հավի ազդրամիս արևելյան սոուսով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է հավի կրծքամիս, կոճապղպեղ, բրնձի քացախ, վուստերշիրյան սոուս, սոյա սոուս, կծու սոուս եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սկսելու ենք հավի ազդրամասերը մարինացնելուց։ Սկսում ենք մարինադից։ Թափանցիկ թասի մեջ քերում ենք կոճապղպեղ։ Կոճապղպեղը կամ հարկավոր է կլպել, կամ հարկավոր է խոզանակով լավ լվանալ եւ հենց այդպես կլեպով օգտագործել։ Եվ ես խոզանակով լավ լվացել եմ։ Մոտ 2 սանտիմետր կոճապղպեղ ենք քերում։ Քերելու ընթացքում կլեպը այսպես առանձնանում է, կարելի է դեն նետել։ Կօգտագործեմ նաև 4 պճեղ սխտոր, սա էլ ենք անմիջապես քերում։ Մեկ փոքր գլուխ սող կքերենք։ Այսքանը կարծում բավական է։ Դու ազատ ես փոքրիկ քերիչ գնա քո գործերով։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ մեղր, մեկ ճաշի գթալ կծու սոուս, չիլի կծու սոուս, մեկ ու կես ճաշի գթալ բրնձի քացախ, երկու ճաշի գթալ ձիթայող, սոյա սոուս, մոտ 100 մլի, եւ վերջին համեմունքը շատ արագ ավելացնում ենք չորացրած օրց։ Հայկական երանք հաղորդենք մարինադին։ Վերջ։ Այժմ մշակենք ազդրամիսը։ Վերցրել եմ 1 կիլոգրամ ազդրամիս։ Գործի ենք դնում տախտակը 1 կիլոգրամ, այսինքն 1, 2, 3, 4, 5 ազդրամիս։ Ազդրամիսը վերցրել եմ ոսկորով։ Այժմ կառանձնացնենք ոսկորը եւ ոսկորներից կպատրաստենք արգանակ։ Իհարկե ոսկորների վրա կմնան մսի կտորներ, որոնք կօգնեն ստանալ խիտ արգանակ։ Հեռացնենք նաև ոսկորը։
մնացած մսակտորը թաթախում ենք մարինադի մեջ և թողնում ենք մարինացվի։ Նույն կերպ մշակում ենք մնացած ազդրամսերը, ազդրները։ Կարող եք իհարկե կաշին հեռացնել, ես սիրում եմ կաշին, պահել եմ, հեռացնում ենք տախտակը, դանակները, նոր տախտակ տնենք և ոսկորների վրա լցնում ենք եռացրած ջուր, այնքան որ ծածկվեն կտորները։ Եվ արգանակ ենք եփում։ Ազդրամիսը թող մարինացվի։ Անցնենք առաջ, ազդրամսի համար պատրաստելու ենք խավարդ։ Գործ ենք դնում մեծ տապակը։ Սկսում ենք սոխրացից։ Բուսայով ենք տաքացնում։ Երկու գլուխ սոխ կտրատում ենք փետրաձև և տապակում ենք։ Անմիջապես համեմում ենք սովորության համաձայն մառանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Կավելացնեմ 1 գազար մանր կտրատած մանր խորանարդիկների։ Հավաքում ենք քափը արգանակի վրայից և համեմում մառանիկ ընկերության աղով։ Մոտ 1 թեյ գթալ աղ ենք լցնում, թող շարունակվի եփը։ Այստեղ ավելացնում ենք քաղցր և կծու պղպեղներ, կվերցնեմ 1 հալապենո, հեռացնում ենք պտղակոթը,
կօգտագործեմ սերմերով։ Նրանք ովքեր չեն սիրում կծու, քայլը բաց թողեք։ Եվ անմիջապես կտրատենք նաև քաղցր պղպեղը։ Կտրատում ենք նույնպես նանր խորանարդիկների։ Խավարտին հյութալիցում կտա դդմիկը կվերցնեմ մեկ փոքրիկ դդմիկ կտրատում ենք նույն կերպ փոքր խորանարդիկների։ Իր նուրբ համով կմասնակցի խավարտին սոխ սավզին։ Այս անգամ կվերցնեմ սոխ սավզի կանաչ հատվածից վերևի մասը։ Կտրատում ենք կիսա օղակների։ Վերցրել էի մոտ 5 սանտիմետր։ Անմիջապես կհամեմ սխտորով, 2 պճեղ սխտոր ենք շերտատում ավելացնում, կավելացնեմ կոկոսի քերուկ մառանիկ ընկերության, այն յուրահատուկ համ կհաղորդի, չափը ըստ ճաշակի։ Քամենք ազդրամիսը մարինադից։ Մարինադը չենք թափում։ Տապակվող բաղադրիչներին ավելացնում ենք մառանիկ ընկերության Միրակոլը գուրմե տեսակի բրինձ, սև ու սպիտակ բրնձի խառնուրդ, 1 բաժակ լվանում ենք հոսող ջրի տակ,
Մոտ 2-ից 3 րոպե տապակում ենք, որ հասցնի բրինձի իր մեջ առնել առաջացած սոուսը, որից հետո կավելացնենք արգանակից։ Համեմում ենք կարագով, մոտ 30 գրամ կարագ ենք ավելացնում։ Եվ ավելացնում ենք արգանակը։ Գործի դնենք շերեփը։ Արի այստեղ։ Արի ինձ հետ, արի ինձ հետ, արի ինձ հետ։ Հինգ շերեփ։ Ամեն դեպքում իմացեք, 1 բաժակ բրնձին 2 բաժակ հեղուկ է հարկավոր։ Դա կարող է լինել արգանակ, դա կարող է լինել ջուր, սովորական ջուր։ Տեղափոխում ենք մարմանդ կրակի վրա։ Ծածկում ենք կափարիչով, եփվում է այնքան, մինչև հեղուկը քաշվի։ Մեծ տապակ ենք գործի դնում։ Լցնում ենք ձիթայող։ Մի կտոր կարագ։ 25 գրամ։ Հենց տաքացավ, հալվեց կարագը, սկսենք տապակել ազդրամիսը։ Մոտ արի, այսպես։ Դու ազատ ես։ Մարինացված ազդրամիսը դնում ենք կաշվով դեպի տապակ։ Հարկավոր է երկու կողմից կարմրացնել։ Երկու րոպե, 3 րոպե թող կարմրի մյուս կողմից, վրան կլցնենք մարինադից։ Մյուս կողմից էլ լավ կարմրեց, ավելացնում ենք մարինադից, լավ է, ավելացնում ենք Worcestershire սոուս, Եվս 3 րոպե թողնում ենք և վերջ, իսկ մատուցելիս կզարդարենք կանաչ սոխով, շեղակի կտրած և քունջուտի սերմերով։ Հավի ազդրամիս արևելյան սոուսով։ Մարինադի համար քերած կոճապղպեղին, սխտորին և սոխին, մեղր, չիլի կծու սոուս,
բրնձի քացախ, ձիթայյուղ, սոյայի սոուս, չոր ուրց ավելացնել, խառնել։ Հավի ազդրի ոսկորները հեռացնել, փափկամսերը դնել մարինադի մեջ, 30-ից 40 րոպե հետո քամել, մարինադը պահել։ Ոսկորներից արգանակ եփել, ընթացքում քափը քաշել, աղանել։ Խավարտի համար բուսաեղով սոխեռած անել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով եւ սոդայով։ Սոխեռածին մանր կտրատած գազար, հալապենո կծու պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ, դդմիկ, սավզի սոխ, սխտոր, կոկոսի քերուկ ավելացնել։ Սև եւ սպիտակ բրնձի խառնուրդ լվանալ, լցնել բանջարեղենի վրա, 2-ից 3 րոպե տապակել, կարագ դնել, 2 բաժակ արգանակ լցնել, ծածկել, մարմանդ կրակով եփել, մինչև հեղուկը քաշվի։ Տապակի մեջ ձիթայյուղ եւ կարագ տաքացնել, ազդրամսի կտորների երկու կողմից կարմրացնել, պահած մարինադից լցնել, վուստերշիրյան սոուս ավելացնել, եփել 3 րոպե, մատուցել խավարտի հետ, զարդարել կտրատած կանաչ սոխով եւ քունջութով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, սունկ պորտոբելը, դդմիկ, եգիպտացորենի փաթիլներ, կաթի սերուց եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ դե իհարկե մառանիկ այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։